Ես խաչիկին հանդիպել եմ այս թփերի տակ։ What? Այստեղ here։ Օտար լեզուներ, նկարչություն, 3D։ Ես հիշում եմ այն կողմ ենք գնում ինչ որ անգլերենի դասը։ Գիտեմ շատ աստիճաններ է, բայց մենք փորձելու ենք, տեսնենք ինչքան վերև կարող ենք գնանք։ Որ գնում ենք շուկա, այդ որ պանիրներս շարած վաճառում էին, ես պետքա համ առնեի պանիրից, որ նոր մամաս առներ ու արդեն մենք մի բակում խաղում ենք, նույն դասարանում ենք սովորում, այս բիսեդկայում խաղում ենք, ֆուտբոլ ենք խաղում։ Արի քայլ ենք անգամից։ Okay, հա, հետո որտեղ ենք ֆուտբոլ խաղում, հիշում ես։ Այս մասում ենք ֆուտբոլ խաղում, չգիտեմ երևում է թե չէ։ Այս դիքի վրայից ցանկայով ռոլիկով իջնում ենք։ Իմ հետևում ես։ Ու այս գարաժները տեսնում եք, ես տիպում եմ իրան, որ գարաժ բարձր է։ Ու ինքը վախենալով բարձրացել էր գարաժ։ Ու մենք այդտեղ վազվզում ենք, գարաժներից գարաժներ ենք վազվզում, հետո այնտեղ ցոգոլի ծառ կար, այստեղ փոխարեն ցոգոլի, այսինքն ծիրաներ թե շլորը չեմ հիշում։ Ծիրաներ։ Ծիրանի կամ ծիրանի ու համել երևի շլորի ծառեր էր, որ մենք ցոգոլ էինք փոկում ուտում։ Շատ լավ, Շատ լավ ուրախ օրեր էր։ Չհասկացա ով եմ փոխվում, Արյանն է, դրա մասին ասել եմ ձեզ։ Ասել ես։ Լիքը վլոգերում իրանք սպասում են այս վլոգին։ Oh wow։ Ուրախ եմ։ Հիմա երևի քայլ ենք բակով դեպի այգին։ Ու մենք մեր բակով գնում էինք այգիով դպրոց։ Սա հիմա մենք այդ ճանապարհով կգնանք։ Այստեղ մենք հալամոլա էինք խաղում, բախտուղոցի։ Հենց իմ հետևը այս այն ժամանակ այս բակը մեծ, հիմա շատ փոքր է, այն ժամանակ մեծ էր թվում։ Ու հեչ ավտո չկար այս բակում, մենակ մի երկու հատ ավտո էր ու մենք ազատ խաղում էինք, վազում էինք։ Այստեղ խաչապուրի խանութներ, հացի փուռեր, մենք խաչապուրի էինք ուտում։ Ինչ գնացել եմ ես, միշտ այս խաչապուրի համով խաչապուրի եմ ուզում ու չկա։ Հետո որ տեղասեմ կամ Հետո որ հետ եկա, ասացի լավ։ Հետո տեսա, որ այս Philips խանութն եմ սարքել ու ուրիշ խաչապուրիները, որ փորձում եմ, այդ համը չունի։ Այս խանութի մասին է խոսքը, այս է։ Առաջ փուռ էր, հիմա ոնց տենում եք ինչ է ոչվում, տեխնիկայի նորոգման բան։ Բայց Philips խանութը մեր դալանի կողքները հիմա սարքել from test։ Laboratory. This is my kindergarten. Այստեղ եմ ես գնացել մանկապարտեզ։ Այս մանկապարտեզի մասին ես ասել եմ, այլի վլոգերից մեկում ու տեսել։ Որ ասել ես, որ ես եմ գնացել։ Չէ, ես եմ գնացել։ մի րոպե։ Ես խաչիկին հանդիպել եմ այս թփերի տակ։ Այստեղ։ What? Այստեղ, here։ Այստեղ։ Ինչ է անում։ Չես հիշում։ Դες հանդիպեցինք ու սկսեցինք խաղալ իրար հետ։ Երևի 3-րդ թե 4-րդ դասարան էինք։ Թե հələ չենք սկսել։ Ինձ հետեք շել ինչ է։ 3-րդ թե 4-րդ դասարանը հələ չենք սկսել, ամառ էր ու հետո որ սկսեց դասերը ու ես քեզ իմ դասարանում տեսա, զարմացա ու հետն էլ ուրախացա, որ դու իմ բակից ես ու իմ դասարանից։ Wow։ Չես հիշում։ Հա, հիշեցի։ Այս մանկապարտեզն է, սրա մասին է խոսքը, չէ։ Դու էլ ես տեղ եկել։ Իհարկե, որտեղ է։ Բայց ես քեզ հիշում եմ մեր դպրոցից։ 3-րդ դասարան եք թե 4-րդ։ 3-րդից եմ եկել։ Դու 3-րդից, հա, ուրեմն ամառ էր, հետո գնացինք 3-րդ դասարան։ Okay։ Ուրեմն ես այս բակի մի կողմում եմ ապրում, այնտեղ ապրել եմ ավելի ճիշտ։ Այնտեղ ուղիղ իմ հետևը այդ կարուսել կաչերիների վերևը, իսկ Մարյանն հակառակ դեն դիմաց, բայց ամենացերը, որտեղից որ սկսեցինք։ Այդպես բան էր։ Ես ուզում էի հետ գայի, կարոտում էի իմ ընկերուհիներին, ուզում էի հետ գայի, որ էլի մենք ֆուտբոլ խաղայինք, բախտուղոցի խաղայինք, հալամուլա խաղայինք, բայց այսքան տարի անցավ, հազիվ եկա, 18 տարի հետո բոլորը մեծացել են, բոլորը գնացել են,
Էլ մեր բակը չի դառնում։ Մենակ ես եմ փոքր տղան ես։ Արի հենց հիմա գնդակը բերենք ֆուտբոլ խաղանք։ Արի մեծ։ Ու արի գնանք գարաժների վրա։ Չէ, հիմա գարաժների վրա բացվեց փոստ կընկնի։ Դասերս մարշիկ, դասերս մեծ մարդիկ սննել են, որ սենց փոքրերի նման խաղում են, իսկ մենք ասենք, որ մենք ուզում ենք մեր մանկությունը հիշենք։ Ես այս գարաժից այս երանկյունաձև գարաժը, երանկյունաձև գարաժից միշտ վախեցել եմ, ինձ թվում էր թե բայց առաջ կապույտերը ավելի սենց սուր էր, գագաթես, ինչ են արել, ինչև է, իմ ամենավախենալու գարաժն ա եղել։ Ու այնքան դժվար էր, որ իրան ես փորձում էի համոզել, որ գարաժ բարձրացնել։ Չգիտեմ, ոնց ասեմ, որ հասկանաք։ Բարձրանան ինձ ստացված, որ քեզ համոզեցի։ Մաման էլ ասում էր, գուշ վելակի չեք անում։ Ինձ քչեր են ընդհանրապես կարան ինչ-որ բան համոզեն։ Մենակ էդ իմ մոտ է ստացվում։ Okay, լավ։ Այս դալանը այս ժամանակ սենց սիրուն չէր, էլի։ Սենց նկարել են սիրուն։ Բայց ես կերպաները սրտ կա։ Ինչ սիրուն է նկարել։ Շատ։ Բա։ Այս ժամանակ փոշոտ, կերտոտ։ Ուրեմն սա էլ այգին է մեր, այս դալանը հենց ավարտվում է, տեսեք, բակն է, դալանն է ու կպնում է այգուն, այգու մյուս կողմի վրա դպրոցն է մեր սիրելի, հեսա մի քիչ ուշ դրանք անդրադառնանք։ Այստեղ այնքան փոշի է, որ իմ մատերս ճաքում են, եւ ես ձեռնոց եմ հագնում, ստիպված կրամ եմ քսում, յուղ եմ քսում ու ձեռնոց եմ հագնում։ Ու մարդիկ նայում են, կարծում են, կարող է ես կովիդից եմ վախենում։ Կամ էլ չգիտեմ, մեկը կարծում էր, որ ես հոսպիտալում եմ աշխատում։ It was so funny. And people get scared. They're so, bless you, it's kind of ճիշտ։ Նենց մարդիկ judgmental են։ Հայերեն ոնց է judgmental։ Yeah, Bless you, it's kind of ճիշտ, judgmental։ Judgment։ Որ մի անգամից ինչ-որ մի բաներ, like տարբեր բաներ են մտածում ու սխալ բաներ են մտածում մարդու մասին, առանց իմանալու։ Տեսակետ։ No, տպավորություն։ Judgmental. People are so judgmental, especially here, and it's Մեկնաբանություններում գրեք judgment-ը ինչ է։ Արի Google Papik-ին հարցնենք translate-ով։ Կարող ենք տատիկ է, ինչ է Papik։ Դե ես ասում Google Papik։ Ինք քեզնից ասա քեզ պատասխան։ Armenian, English to Armenian translation։ Այսեք ինչ սիրուն այգի է, մինչև Մարիանան translation-ը անում։ Այս սիրուն այգին ցույց տանք, տեսեք այգին նկատում եմ մի որոշ հատված, գեղեցիկ, մյուս կողմի վրա ժամացային սրահը, ուղիղ դիմաց։ Դատող։ Դատող։ Ասում էիր։ Կներես։ Մարդիկ շատ դատող են ու շատ վատ է այդ, որովհետև պետք է մարդիկ մտածեն, որ մենակ իրանց մտքում ինչ որ մտածում են, այդ չի իրականությունը, ուրիշ բաներ էլ կա։ Այո։ Ասեմ, որ մեր այգին շատ է գեղեցկացել վերջի տարիներին, այն ժամանակ սենց չէր իհարկե։ Ես հիշում եմ, որ երբ որ արդեն գնում ենք ինչ-որ ստեղ ֆանտանի նման բան էին սարքում, չգիտեմ, էս էին սարքում, թե ուրիշը։ Կակրաս հենց են ինչ սարքում էին, չէ, բայց ես կար, երևի ռեմոնտ են արել։ Երևի, հա, որտեղ ինչ-որ տենց կառուցողական բաներ էր լինում, մեկ էր այդ ռեստորանի տեղն էին սարքում։ Հա։ Այս մեկն էլ կար, բայց ինչ-որ ուրիշ ձևի տեսք ուներ, չեմ հիշում։ Հա, ռեստորանը, հա, փոքր է։ Հետո հիշում եմ, որ մենք ստեղի շներից էինք վախենում։ Մի անգամ գիտես ոնց էին առաջացել դες։ Հա, խաչիկը շատ էր վախենում շներից, իսկ հիմա մենք երազում շների հետ։ Իմ հետ, որ շունը իմ վրա փորձի հարցակվի
եկա մտածել, երկու տարի առաջ այն ժամանակ չէ։ Այն ժամանակ, բայց ես հիշում եմ, որ այս կողմը ինչ-որ շուներ կային, այս կողմը։ Լիքն են, հա, բայց հիմա Իրոք քայլով։ կարուսել կար, ստեղ ուր է այդ կարուսելը։ Մի հատ արի սպանտանը ցույց տանք նախև առաջ, այս էլ մասին ոչ։ Ոսկե Այստեղ է կարուսելը, թե չէ չեմ հիշում։ Կարուսելը։ Այս կողքը ինչ-որ շուներ կային։ Այն երկու շենքի հետևն է կարուսելները։ Ու այս կողմն է ինչ է շուները, ինչ-որ մի հատ մեծ շուն կար, որ հիշում եմ, որ մենք հենց գրում ենք դպրոցը հատ շումեր ինքը։ Լիքն էին, հա, հորդեբանությունը չես կարա You were scared from that dog, I think, and then there were other dogs. They were just without a leash, like they were stray dogs, like անկապ քայլում էին, մեկը կարող է քո վրա հարցակվեին։ Կա տենց բան։ Ու ոնց էին մեր ծնողները թողում, որ մենք այդքան երկար քայլեն գնանք դպրոց։ Այդպես։ Բա պատկերացնում եք այդպիսի պատմություններ։ Ես մի անգամ ասեց ոնց էին ծնողները թողնում, հիշեցի, որ սեպտեմբերի 1-ն էր, իմիջիայլուց այս վլոգը մենք պետքա սեպտեմբերի 1-ին ես նկարենք, բայց տարբեր պատճառներով հետաձգվեց։ Իմ կյանքի միշտ որ արկածներ եմ ունենում, այդպես արկածներով չեմ պլան արած, սո մի ամիս հետաձգվեց։ Բայց կարևորը որ անում ենք, ոնց են ասում, լավ է ուշ քան երբեք, թե ուշ լինի, ուշ լինի։ Հետ մի քիչ չես ասում։ It's better late than never։ Բանը։ Այս բեմի վրա մենք համերգներ ենք կազմակերպում, performing անում։ Բեմը հետևում է ուրա։ I used to sing here։ Մեկը մի հատ պատմեմ, մոռացա պատմեմ, ուրեմն սեպտեմբերի 1-ին 4-րդ դասարան ենք գնում։ Ես իմ դիմացի հարևանի հետ Անժելա ենք աղա հիշես։ Երևի։ Ամին անունը հիշում եմ, բայց տեսքը մոռացել եմ։ Անժելային բաբկենին։ Հիշեցի։ Ուրեմն նայր Անժելայի հետ ինքը մյուս զուգահեռ դասարանից էր, բայց նույն տարիքի ենք էլի։ Դուռը փակում եմ, հասնում ենք դպրոց ու հիշում եմ, որ դուռը չեմ փակել բանը։ Դու ինչ արեցի, հետ գնացի։ Yes։ Did the teacher get mad at you? Գնացի այդ ժամանակ էր, որ Խաչատրյանը տեսել էր քեզ։ Խաչատրյանը 4 դասարանից է մեր դասարանը վերցրել։ Հա, 3-րդ դասարանի դասատույանունը ինչ էր, մոռացա։ Անուշ Բաղդասարյան։ Հա, Բաղդասարյան, ճիշտ է։ Մի հատ է սիրուն վերջերս կառուցած արձանին նայեք։ Ու այն ժամանակ բուլբուլակը այս կողմն էր, իսկ հիմա տարել են այն կողմ։ Այո։ Ու մեկ էլ այս շենքերը որ սարքել են շատ սիրուն է, բայց այս հետևի շենքերի մասին։ Ինչի են ասում համբուրվող շենքեր։ Ինչ-որ շատ մոտ են իրար եւ տպավորությունը որ հայ-հայա կհամբուրվեն։ Կարող է երկրաշարժ լինի համբուրվ։ Ուրիշ անուն չունի, որ կարող են այս շենքերը describe անեն։ Առաջ անգամ լսում եմ ցանը, ո՞ր է։ Երեկվա տաքսիստը ասեց։ Երեք տաքսիով տուն են գալիս, ու ինքը այս մասով որ գալիս էր, ասում է հեսա կհասնենք համբուրվող շենքերի մոտ։ Ես ասացի, ես իմ դպրոցի ճանապարհն է, ես գիտեմ։ Այդ նոր շենքերը։ Դու ասացի, ես ասացի, բայց ինչի են այդպես անուն դրել։ Ու ինչ ասաց։ Ասաց, որտեղ շատ ոնց որ դու ասացիր, այդ նույն բանը ինքը ասաց։ Ես ենթադրեցի, ինչի, why։ Այս բուլբուլակը ժամանակին այնտեղ էր, այն անցումի աստիճանների մոտ, չէ։ Լավ համով ջուր էր գալի, ես լավ հիշում եմ։ Հիմա գնում ենք դպրոց, ոնց որ 3-րդ դասարանում կամ 4-րդ։ Այո։ Կոշիկների բուտկան կար այդ ժամանակ։ Հա, կար, բայց այն սիրուն չէր։ Դու որ դասարանից գնացիր։ 6-ը ավարտեցի։ Ոնց որ թե 7-ը ավարտեցի։ Հա, 7-ը ավարտեցի ու գնացի։ 7-րդ դասարանից հենց տխուր նստած եմ, ընկերներիցս մեկը գնացել։ Ստեղ ինչ կար մի ժամանակ, ես ալբատրոսը հիշում եմ։ Ստեղ ահա ալբատրոսը։ Ալբատրոսը հիշում եմ, բայց ստեղ չեմ հիշում։ Այդպես չեմ հիշում, բայց այստեղ ալբատրոս մի հատ բան կար, ինչ էին ձևաչարում, բուլկի, խաչապուրի, պերաշկի,
հետո գրիչ։ Հա։ Սպիտակ է թախծը դուրներից։ Արի տեսենք ինչ ունեն բանդ։ Մեկ է սպասի ես հայերեն կարդամ էլի։ Օ, անունը փոխել են սարքել են Կարմեն։ Yes. Շաուրմա, հացապուրկիներ, հացապուրկիներ, հետո քաղցրավենիք։ 18 տարի հետո ես ստիլ հայերեն եմ կարդում։ Բայ, իզնից լավ է կարդում։ Մեկից 6 դասարան, մեկից 11 հերթ, մեկից երկրորդ հերթ, ծրագրավորում, սրանք է կարդում, ծրագրավորում, ես ասում եմ, ինչ է եղել, ռոբոտաշինություն, ես պահեմ ենք հետո կարդել, ռոբոտաշինություն, դասապատրաստում, ճիշտ եմ չէ կարդում, օտար լեզուներ, նկարչություն, 3D մոդելավորում, գրաֆիկ դիզայն, շախմատ, ամենի շատ արի շախմատ խաղանք իրար հետ, դու խաղանք իրաս? Ես շախմատի եմ գնացել, ինչ լավ մի տարվա չափով, հետո հասկացել եմ, որ ավելի լավ է չգնա ես սովորեք, շատ ուսավորեց։ Կոմպյուտերով Բա ես հետևը ուրիշ շենք են սարքել։ Մի ժամանակ այստեղ շենք չկար ու մենք կարողանում էինք գնայինք հետև։ Հայրի Զարյան 26 հասցեում գործող և շատ լավ ռեմոնտ արված, վեր ժամանակ չկար սես բան։ Դու Տիկի Ծաղիկյանի ժամանակ ստեղ սովորում է։ Ծաղիկյան։ Երբ ենք եկել։ Երբ մենք դու երևի գնացել էիր արդեն, ինքը եկավ մի հատ սենց կարգի բերեց ես դպրոցը ամբողջությամբ, սա գովաց չի, ինչ կայեն եմ ասում, անկերտ։ Սենց մտնես ռեմոնտ արեց, որ հիացած ենք բոլորս, ու հիմա կրկին անգամ ռեմոնտ արվե, բայց արդեն ներսը չենք եղել շատ վաղուց։ Անգլերենով ու ռուսերենով է, անգլիական հայկում ու ռուսական թեկումով է։ Շատ հնարավոր է, որ անգլիական թեկումով միջև հիմա լինի, չեմ կարա հստակ ասեմ։ Ամեն դեպքում շատ ուժեղ սարքած դպրոց է հիմա։ Հիշում ես, որ այդ դասարանում էինք մենք։ Որ։ Այս Երկրորդ։ Երկրորդ Հա, մենք բայց առաջ հերթում ենք։ Այդ արդեն բարձր դասարաններ։ Ես հիշում եմ այն կողմ ենք գնում ինչ որ անգլերենի դասի։ Երկարօրյա։ Թե երկարօրյա։ Ու հետո խաղում էինք։ Թռնում էինք դասից։ Ես չեմ հիշում որ ժամից էինք թռնում։ Որից ուզեինք։ I think Խաչատրյանի դասում էինք ու հետո թռնում էինք։ Բայց հետո մի պահ եկա, որ Խաչատրյանի դասն էլ չենք նստել։ Մարիանը ներս մտնենք թե չէ, ես ասում չէ, որտեղ նախ չեն թողելու, երկրորդը ավելի պակաս հարցեր բաներ պիտի տան ներկա, ես չունեմ այդքան։ Հիշում ես այս կողքով որ գնում ենք Աննայինց տուն, Նիկարեն։ Հա, այս ներքևի հատվածով, այս պատերից այն կողմ դիկ կա փոքր շենքերի արանքով գնում ենք մեր դասարանցիների տուն։ Հարգելի, սիրելի Աննայի ու Միքայելի տուն։ Այս ինչ են սարքել ստեղ։ Ֆիզկուլտ պլաշատկայա։ Պլաշատկա։ Ուրեմն այս դուռը նայեք։ Ֆիզկուլտի ջին։ Այս դուռը Հարգելի Մարիանն ու չգիտես ես պատմություն։ Այս դուռը ուրեմն մի օր դասարանով թռել ենք, մնացել ենք այգի ֆռալու, դու տեչ էիր արդեն, էլի, ստեղ չէի նկատում։ Մակել այդ դասակը տեսավ ձեռով անում, սենց ասենք վայ կրակի մեջ ենք, վсё։ Այկանք, որպեսզի մեր տնօրենը չտեսնի, որտեղ Այս կողքի դռնով մտակ։ Հա, ստեղով ասեց մտնենք ու սենց ինչ եք փախեն։ Ու մի հատ ամեն մեկից
Բայց հիշում ես, որ իմ գնալուց առաջ մենք փախել ենք Արմենչիկի հետ ու ես ասել էի հետևը հանդիպենք, բայց դու կողքով հետ գնացել ու տենց հետո ասել էի, որ պետք է գնանք այգի, չէ, որտեղ մեր տուն էին գնալու ու ինչ որ դու մնացել էիր ստեղ, սխալմունք էր եղել, կարծում էիր, որ պետք է մենք գանք, բայց մենք արդեն քեզ սպասել էինք ու գնացել էինք, հետո Խաչատրյանը քեզ էր հանդիպել, այդ հիշում ես։ Հա, տենց մի բան հիշեցի, բայց ոնց որ անգլերենի դասատուն էր հանդիպել։ Անգլերենի, հա, ուրեմն անգլերենին էր։ Միրզոյանը։ Խաչիկը միշտ բռնվում է։ Ես տենց եմ, իմա չի ստացվում։ Չի ստացվում, խալտուրան։ Ոչ մի բաներով։ Ուզում եմ դասից փախնել, ուզում եմ, լավ, իզից չխոսանք։ Այս ոնց հասկացանք ֆիզկուլտուրայի տարածքն է։ Այն ժամանակ ինչ մեծ էր էս։ Այն ժամանակ տարածք էր, այս շենքերը չկար։ Ու այն կողմը ինչ որ քարուքանդ շենք էր, հիշում եմ։ Այստեղ հետևը չկար ոչ մի բան, ճիշտ է։ Հետևը մենակ մյուս կողմի հետևի բակն էր։ Չէ՞։ Ու ֆուտբոլ այն խաղում ստեղ։ Հետևը մեկը sense կայծելնի էր։ Իսկ հանդեղած, որը դեռ չէր աշխատում։ Ու այս ներքևը ես գնում եի կարատեի դասերի։ Չեմ կարող չէ գնանք։ Հարգելի ընկերներ, մենք հանդիպեցինք Վահագին, խոսեցինք ու հիմա վարվեցինք առանց վիդեոյի, բայց at least picture արեց, so we got the picture. And then he closed the door. Մեր հետևից սուրը փակեց, լավը որ բաց էր։ Եվ ամենացավալին է նա, որ նկարվելու հնարավորություն չկա ներսում նկարը անելու, թույլ չեն տալիս։ Չէ՞։ Պետք է հարցնենք ինչի։ Սա էլ սենց կապված դպրոցի հետ։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա գնանք Սոված ես։ Չէ, բայց կոպե եմ ասում։ Արի գիտես ուր գնանք կասկադների աստիճանով բարձրանալու և Հաստատ ես հիմա կբարձրանամ և քիչնամ։ Որ մենք մամաս պապաս օպերայում ու ֆիլարմոնիայում էին աշխատում, մենք միշտ կասկադի աստիճաններով գնում ենք, շորտքաթ էինք անում ու գալիս էինք։ Ոնց ենք այդքան քայլում, ես չգիտեմ։ Այն ժամանակ լավ էր կյանքը, ամեն ինչ դրանց է։ Տրամադրություն կար, անհոգություն կար, դրա համար քայլելու հավես եկա։ Ես հիշում եմ, որ ես հոգնած էի, ասում էի չեմ ուզում քայլեմ ու իրանք ստիպում էին, որ քայլեի։ Իսկ հիմա ես ուզում եմ ստիպեմ աստիճաններով բարձրանալ, բայց դու ասացիր, որ վտանգավոր է, չէ՞, վերև ու քանդած այն։ Վերևից չեն կարա իջնենք, գնանք ներքև, Ներքև գնանք, ներքևից կարող ենք բարձրանալ։ Մի թեթև Միթեթև չէ, բոլոր մինչև վերջ ենք բարձրանալու։ Մինչև վերջ ես չեմ կարող Կարող ես։ հարգելիս որտեվ Նայեք, ես սենց ասում եմ, հեսա մի էվակուատոր պետք է կանչեք։ 30 աստիճան է, հետո ես հոգնածել եմ, ասեմ չեմ ուզում կամ դու գնա։ Ճիշտ էիր ասում, գնացինք հետ։ Բայց լավ, արի տեսնենք ինչքան կարող ենք մենք դիմանանք։ Մենք կգնանք Կասկադ հիմա։ Հա, ու հետո կորոշենք ու կորոշենք թե ով ինչքան կարող է բարձրանալ։ Տեսնենք ով ինչքան է դիմանում, էլի։ Բարձրանամ թե չէ։ Այո։ Գրեք մեկնաբանություններում նոր մնացած վիդեոն նայեք։ Դե ինչ ժողովուրդ ջան, մենք լավ հաց կերանք, ինչ կերանք։ Chicken castilla։ Շատ համով էր, բայց կծու չէր։ Ցույց տվել ես որտեղ ենք։
ինձ թվում է իրանք կհասկանան, բայց արի ցույց տանք, հա։ Որտեղ են գրեք մեկնաբանություններում։ Հա, ինչ մարդը կավա չի իմանում, հասկալի որտեղ։ Մարդիկ, որ չեն ապրում Հայաստանում կամ չեն ապրել, կարող է չգիտեմ։ The people who didn't live here and are not living here, they wouldn't know. Հիմա challenge ինչ-որ պետք է անենք։ What? Challenge? Challenge, yes, Challenge. I challenge him to go up all the way to those stairs. Այսինքն հայերեն ասեմ, փոքր ժամանակ, որ իմ մաման պապան օպերայում ու ֆիլհարմոնիայում էին աշխատում, մենք շորտքաթ ենք անում ու իջնում էինք այդտեղից, գնում ենք օպերա, հետո բարձրանում էինք հետ ու հիմա գիտեմ շատ աստիճաններ է, բայց մենք փորձելու ենք, տեսենք ինչքան վերև կարող ենք գնանք։ Միանգամից ասեմ կեսից ավել չեմ բարձր։ Ես չլսեցի ինչ ասեցիր, բայց հələ տեսնենք։ Yeah, you're gonna walk. Հաստատ։ Okay. Ես իրան շատ լավ եմ համոզում, so։ Ես համոզելուց լավ եմ, ես բոլորին լավ համոզում եմ, բայց հələ տեսնենք, ես կեսի գոնե կգնամ, թե չէ։ Let's go. Ես թվում է հեսա 12 աստիճանից հետո հետ են գալու։ Շուտվանից հայք չեմ արել, բայց կարող է վերև կարողանանք գնանք։ Չէ, չեն կարա, ասում է։ Հեսա կտեսնենք։ Հա? We'll see։ Կտեսնենք, Հեսա գնացինք։ կտեսնենք։ Գնացինք 3, 4, Դու հաշվելու ես? 8, Are you gonna count all the stairs? I can't believe it. Oh my god, he's gonna count all the stairs. Are you tired? դեռ ոչ։ He's not tired yet. Մենք որ գնում ենք հողամասու շատ հոգնում ենք, որտեղ քայլելու տեղերը շատ էր։ Մամայիս, պապայիս ընկերուհին ասում էր պետքա դանդաղ գնաք։ Դու տեսել ես, որ Մասիսիսի վրա ձյուն ա դրել։ Վաղուց է։ No, այս անցած շաբաթ տանշեր։ Հա? Գիտեք, վերջի անգամ երբեմ ստեղ բարձացե։ Ժողովուրդ։ Ես չգիտեմ։ Դու вообще բարձացել ես, թե չէ։ Վայ, առաջ Շենգավիթից ոտով եկա, այստեղից մի անգամ ոտով հասածտես, այստեղից բարձացա, գնացի մանումենտով տուն։ Մի 10 կիլոմետր արեցի երևի մի անգամից։ Իսկ մեջը էսկալատոր կար, այդ աշխատում է, թե չէ։ Երևի, պետք է որ աշխատի։ Համարյա կեսից պակասը բարձրացել ենք։ Հա, ոչ Դե ավել։ ասենք չես ասելու։ Ես ուզում եմ էլի գնանք վերև, բայց Ոչ, չեն կարող էլի գնալ վերև, որովհետև այսքանը բավական էր։ մենք հələ գնալու ենք։ Կանք դեռ երկար հիշեմ այս ճանապարհությունը։ Մենք հիմա գնալու ենք որտեղ հյուսիսային պողոտա։ Հա։ Քանի մոթը չի եկել։ Մեզ ընդ մութ հանգած ավելի գեղեցիկ է, բայց ինչ է։ Բաց է։ Ինչ անենք։ Արի գնանք։ No։ Գիտես չէ, այս մի ժամանակ էսկալատորը աշխատում էր մեջը, մենք մեկ էլ չէր աշխատում։ Ես գնում եմ ժամերով։ Եթե աշխատում է, կարող ենք էսկալատորով գնանք։ Չէ, աշխատում։ Այդ դու դից ես ուզում։ Չէ, տենց է, չէ աշխատում։ Ոնց որ այն ժամանակ տենց է, հիմա չի աշխատում։ Տեսակ Հազիվ Մարյանան համոզվեց 100 աստիճանի չափով բարձրացանք ու վсё։ Բայց ես հələ ուզում եմ որ ես գիտես չէ կարող եմ քեզ ասեմ որ դու ստեղ սպասես ես մենակ ես գնամ վերև ինչ Կամ սպասամ գնա արի թե ուզում ես
Մարիանանից, Չեմ նեղացել։ Չեմ նեղացել։ ինտոնացիայից Ես հասկանում եմ։ Հա, հասկանում ես, չես նեղացել։ Այս է Մեքսիկան ռեստորանը, որ ասում էիր։ Ոչ։ Չես էլ ուրիշ է։ Այսպիսով արձանագրենք, որ կասկադի կեսն ենք անցել, Մարիանան էլ էր ուզում բարձանալ, ես չէի կարող, քանի որ գլուխս կարող է ֆռար, տենց էվակուատոր կանչեին ցանեն տեղից դրա համար։ Բան չունես ասելու։ Next stop, Northern Avenue, հյուսիսային պողոտը։ Հա։ Գնացինք։ Այդտեղ բարձրանալու աստիճան չկա, չէ։ Դե մենակ իջնելու աստիճան։ Նայեք հասանք օպերա, կանխատեսել իրավիճակները, տես։ Ու գնում ենք հյուսիսային պողոտայով անցնենք ու շարժվենք երևի արդեն դեպի տուն, չէ։ Գա։ Այո։ Տենակ ընդեղ ինչ կա չկա այսօր, ինձ թվում է հետաքրքիր երաժշտություն կլինի, միշտ live music ալնում։ Տենակ այսօր ով է նվագում երևի։ Շատացել են այս ավտոները, որ ես փոքր շատ քիչ էր ու պետք է հետ սպասենք, մինչև մեկը քշերը ավտոն բերել, հետո մենք ենք քշում։ Քուչ ու երեխեքի ավտոներ էլի։ Ոնց տեսնում եք, ստեղ մեծ մարդիկ են քշում այդ նույն արտերից։ Արգելի հետևորդներ, իհարկե քչերն են տեղյակ, որ Մարիանան երաժշտական կրթություն ունի նաև եւ իր տանեցիները մաման, նաև Ես երաժշտական կրթություն չունեմ, մաման, պապան իմ ընտանիքը ունի։ Ընտանիքը մի խոսքով երաժշտական ուղղվածություն ունի։ Ես պրոստը լսելով մեծացել եմ օպերայում, ֆիլհարմոնիայում, Բարոնյան թատրոնում, որի մաման, պապան նվագում ու երգում, տենց ես լսում էի ու սովորում։ Շատ հետաքրքիր է, մեկ էլ մի բան է ասեմ, որ Մարիանան YouTube-ի ալիք էլ ունի երաժշտական, որտեղ իր հիփ-հոփ ոճի, չէ, հիփ-հոփ ռապ ոճի կատարումներն է տեղադրում այն ժամանակին։ Որը որ շատ հեռու է կլասիկ մյուզիկից, որը որ իմ ընտանիքն էր կլասիկ մյուզիկի մեջ։ Եվ երկու բառ երգերի կատարումների մասին, Դու այն երգի մասին ասենք, որ ես գրել էի դասարանցիների, իմ բակի ընկերների մասին, որ կարոտում Երևան, Մոսկվա, LA, հա։ Համ անգլերենով, համ ռուսերենով, համ հայերենով գրել էի երգում էի ու ռապ էի անում իմ ընկերների մասին, որ շատ եմ կարոտում, ուզում եմ հետ գամ Երևան, բայց չեմ կարող ու 2 տարի լացում էի հետ էի ուզում գնայի, բայց չէի կարող գայի հետ ու հիմա որ հետ է եկել, սովորած ընդեղի կյանքին, լացելով ուզում էի հետ գնայի, բայց հետո մի 2 ամիս որ մնացի, սկսեցի սովորել ստեղ ու հասկացա, որ it all comes down to just like where are you used to being, like where are you used to, what are you accustomed to,
if you're used to living here, then like you're gonna be okay with living here. If you're used to living in LA, it's gonna be hard for you to move. But it all comes down to like how adaptable you are. Like if you're adapted to certain thing, you're used to certain thing, then that's what you want to be in. But I was thinking about my song and I was like missing my LA friends, and now I was thinking I should just do another song that's like Yerevan, Moscow, LA Part 2, which will talk about how it's changed, things are changed, and then some things are not changed, and I see Armenia as like my homeland. So even though I feel like I have friends and relatives in LA and in Armenia, I feel like half of me is like Armenian, half of me is American. Ոնց որ կեսս ասում էի, որ այդ երգը ուզում էի երգեի ու սարքեի իմ հիմա ընդեղի ընկերների համար, ոնց որ part 2-ն, ոնց ասեմ հայերենով part 2? Մաս երկրորդը։ Իմանալով դու կարծրատիպեր չես սիրում, այսինքն միշտ ձգտում ես կորտրես այդ ամեն ինչը, ինչ որ նորույթներ ցուցադրես տեսակետից։ Այդ տենց է թե ոչ։ Այո։ Տենց է։ Ինչի մեջ է դա արտահայտվում։ Դե երևի չգիտեմ թե ոնց է մեծացել այդ դրա պատճառով, թե ոնց, բայց ավելի լավ անգլերենով խոսում եմ։ I like to break stereotypes because I don't agree with one thing being a certain way or being only like one way. I just like to break stereotypes because I want to prove that whatever you think is not the only thing that you think is right, you know? Կարծրատիպերի հակառակ որ մարդիկ գնում են, այսինքն ես գնացել եմ հակառակ, որ ապացուցեմ, որ ինչով որ մարդը մտածում է, որ ճիշտ է կամ սխալ է, մենակ այդ չի, որ ճիշտ է ու սխալ։ Այնքան բաներ կա, որ կարող է մեկի համար ճիշտ լինի, մյուսի համար սխալ լինի, ու այդ նույն բաները ուրիշի համար սխալ կամ ճիշտ լինի, չէ՞։ Ու եթե մարդիկ ստերեոտիպներին հավատում են ու ոնց որ տենց են ապրում, կյանքը շատ վատ ու բարդ է իրանց համար։ Իրանք առակուսում չեն։ Այո, հա, like they live in a box. And I think I was taught to follow my heart and my desires, but at the same time, I was taught to know my limits. So like եթե դու քո լիմիտը գիտես, եթե դու գիտես նենց բաներ կա, որ շատ սխալ է, ու դու այդ դրանք չես անում, բայց օրինակ մի բան, որ այդքան էլ սխալ չի, կարող ես անես, ինչի չանես, right? Ու արդեն ոնց որ մենք շատ այս թվորում, որ շատ ոնց որ զարգացած են մարդիկ, նենց մարդիկ կան, որ այդքան էլ զարգացած չեն ու տենց տիպիկ քառակուսու մեջ են ապրում, շատ վատ է էլի այդ իրանց համար ու իրանք այդ սկի չեն էլ հասկանում կամ նկատում, որովհետև մենակ գիտեն, որ դա ճիշտ։ Ու այդ առաջի question-ը ինչ էր, որ ասում էիր, ինչերով է ինչով արտահայտվել տարբեր ուղղություններով, օրինակ երբ որ ես այդտեղ փոքր էի, ուզում էի ականջիս երկրորդ ծագ ունենայի, ասում էին չէ, հետո քթիս ուզում էի ունենայի ականջով, որովհետև ես տեսել էի մեկին մարշրուտկայի մեջ ու սիրել էի, որովհետև կարծել էի շատ սիրուն է, ես էլ էի ուզում ունենայի տենց, ու երբ որ լսեցի, որ չէ, ես ուզում էի իմանալ ինչի չէ, ոնց որ why can't I not have that and why can't someone else have it, like who decides that, you know, if it's there and I like it, I can have it. So the other thing is that through rapping, first of all, like ոնց որ ես այդ ոճը սիրում էի ու ճիշտ է որ classical music-ի մեջ մեծացել եմ, ոնց որ այդ իմ համար unique բան չլներ, ոնց որ այդ սովորական բան լիներ արդեն։
ու այդ ռապի ու հիփ-հոփի ստայլը ոնց որ տարբեր էր ու ես սիրում էի ու հետո որ երբ որ երգը սարքեցի, հետո լսեցի, որ նենց մարդիկ կան, որ սիրում են, նենց մարդիկ կան, որ չեն սիրում ու անուն են դնում ու ասում են հայ աղջիկը չի ռապանի, հայ աղջիկը տենց պիտի չանի, բայց ինչի չանի, մարդասպանում չէ, ինչ-որ վատ անբարոյականություն անում չէ, ինչի չանի, right, like նորույթները շատ բան են ընդունում, ով է որոշում, ով ինչ անի ու ով ինչ չանի նույն էլ իմ ականջի ծակերը ես իմ տենց I got like piercings ու I think I already forgot the number but I have 9 on each ear and I think it's pretty just for the looks you know like նույն էլ ականջովները որ ես 9 հատ ականջի ծակով ու սիրել եմ ու արել եմ ու քանի մարդիկ ասում են տենց ինչ ես անում չի կարելի ես ավելի շատ անում էի ու like ոնց որ նույնն էլ որ ասում են որ կինը պետք է մենակ տունը մնա երեխա պահի ոնց որ այդ հնադարյան մտածելակերպ է որ կինը համ կարող է երեխա ունենա տուն էլ մնա աշխատի էլ մի խոսքով որպես եզրահանգում երևի այս հարցի եզրահանգում պետք է երևի նշենք որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կյանքը ու կարա իր ձևով զարդարի այդ ամեն ինչը եւ մյուսը իրավունք չունի քննադատական ձևով մոտենալու այդ մարդու դիմացի մարդու գործունեությանը որովհետև հա որ կարող է ինչ որ մի մարդը կարծում է որ այս մեկի արածը սխալ է բայց ինքը օրինակ մարդ է սպանում կամ ես իմ ահավոր ուրիշ բան է անում որը իսկական ինչ չի կարելի անել ու հետո որ մարդիկ առանց իմանալու դիմացինը ինչերով է անցնում, ինչերով է անցել, ինչ է իսկականից ինքը ներկայացնում, պետք է իրանք ոչ մի բան տենց չխոսան կամ չքննադատեն։ Եվս մեկ հարց տանք, ինձ հետաքրքիր է, եւ ինձ թվում է մնացածին էլ հետաքրքիր, թե ինչ կա Հայաստանում, որ չկա Ամերիկայում, ու որտեղ է Ամերիկայում ապրում առասերը, Ամերիկայում որտեղ, եւ ինչ կա այնտեղ, որ չկա ստեղ։ Շատ բարդ հարցեր են։ Այնտեղ ինչը չկա, այնտեղ Հայաստանը չկա, մեր հողը չկա, մեր մանկությունը չկա։ Ճիշտ է, հիմա մենք չենք խաղում ու տենց չենք հանդիպում էլի նույն ձևի չի, բայց երբ որ մեր տնից նայում եմ դուրս, հիշում եմ այդ դրանք ու ճիշտ է, like ես դժվար մանկություն եմ ունեցել, բայց ոնց որ սենց որ մանկությունդ կարոտով ես հիշում, չէ, լավ օրերը, like I reminisce about that all the time, իսկ ապրանքի վերաբերյալ ինչը կա, ինչը չկա, ոնց որ ամեն ինչ, ոնց որ ընդեղած նույն բաները, նույն տիպի բաներ կան, միակ բանը, որ ստեղ չկա Starbucks-ը, որ ես չեմ հասկանում, ոնց եմ առանց Starbucks-ի, այս 2 ամիս մնացել։ Քան գիտեմ դու մեծ Մեկ էլ առանց քշել եմ։ Starbucks-ի, չէ։ Հա, ես շատ կոֆե սիրում եմ խմել ու նենցա որ փոքր ժամանակվանից picky եմ եղել, երբ որ ոնց ասեմ, I was like picky from a young age. When it came to taste, like որ գնում ենք շուկա, այդ որ պանիրներս շարած վաճառում էին, ես պետք է համ առնեի պանիրից, որ նոր մամաս առներ ու արդեն պանիր վաճառողները գիտեին, որ հենց գնում ենք շուկա։ Իրանք զսպուջուր կտորներ կտրում են, ասում են, «Էս կսիրես, էս փորձի»։ Նույն էլ ջուրը, օրինակ, այսքան տարի սպասել եմ, որ գամ Հայաստանի ջուրը խմեմ էլի, որովհետև որ նոր գնացել ենք, ջուրի համից ես ուզում էի, ես հայկական ջուրն էի ուզում ու տենց տարբեր ջրեր փորձել եմ, որ համակերպեմ մի ջրի հետ, հիմա որ հետ եկանք, այդ համը չկար ու նույն էլ կոֆեն իմ համար նենց բանա, որ
Եթե աչքերս փակ ինձ տարբեր կոֆեներ տան, ես կիմանամ, որ նա իմ ուզած Starbucks-ի կոֆեն։ Ու ճիշտ է, գիտես, ես գտել եմ Starbucks-ի կոֆե ստեղ, այսինքն Starbucks-ինը չի, Nestle-ին է, որ Starbucks-ը իրավունք է տվել, որ լոգոն ու անունը օգտագործեն, էլի տենց իր համը չունի։ Պրոստը ոնց որ իրանք որակով կոֆեի ամենտան վաճառում է տենց Starbucks ու շատ թանկ գներով։ Ուրիշ բանը ինչը չկա այնտեղ, ոնց որ այդ mutual trust-ը, օրինակ որ հանգիստ կարող ես փողոցով քայլես, երեխեքիդ հանգիստ քո բակում կարող ես թողես խաղան, ոնց որ այդտեղ տենց բան չկա, որ բակում երեխեքը իջնեն խաղան։ Ճիշտ է, այդ իրանց տան առաջը հետևը կարող են խաղան, բայց այդ իրանց բակը չի, բակի երեխեքով չեն խաղում, ու ոնց որ երբ որ ես նոր գնացել եմ, ես շատ էի կարոտում, որ իմ ընկերուհիների հետ իջնեմ բակ, խաղամ ժամերով, մաման գոռա, ասի տուն եկեք երեխեք։ Իսկ մյուս բանը որ տարբեր է, այստեղ օրենք չեն սեղ օրենքը ոնց որ շատ են խախտում։ Իսկ այնտեղ բոլորը օրենքը պետք է պահպանեն ու չխախտեն, իսկ եթե խախտում են, իրանք ունենում են consequences, ոնց ես ասելու, I don't know. Basically, if they break any rules, they have the consequences. They have, like ոնց որ պետք է վճարեն իրանց պահպան, չէ, պատասխանեն իրանց արածների համար, տենց ու լուրջ հետևանքներ կրեց։ Շատ հետաքրքիր է ու շատ ճիշտ է այն բարձիկով։ Մի խոսքով, այսքանն ենք երևի նախատեսել, եթե բան ես ավելացնելու։ Մեկ էլ մի բանը, որ ստեղի սուրդ ու սպիտակ ձմեռները, որ անդեր չկա, ու like if you want snow you have to go to Big Bear, like 5 ժամ պետք է քշես, պետք է մեծ ճանապարհ հասնես, որ սարի գլխին լինես, որ մեկ-մեկ ձյունակալի, մեկ-մեկ չէ ու տենց։ Բայց օրինակ եթե մեկը սովոր է այնտեղի, ոնց որ այնտեղ ծնվել է, մեծացել է ու սովոր է այնտեղի այդ չոր, տաք եղանակին, ինքը գաց տեղ ձմռանը չի դիպում ու հաստատ կերազի հետ գնալու մասին, որ դեպ ինքը այնտեղի like weather-ին է սովոր էլի, Բայց ես ումա դայց էլ հետաքրքիր չէ, եթե ջում ես ուզում, պետք է ճանապարհ անցնես, Ես կարոտել եմ, օրինակ ես կուզենամ մինչև ձմեռ մնայի, հիշում եմ, որ ոնց որ նոր տարվա գիշերը, որ անձրև էր գալիս, այսինքն հին տարվա վերջի գիշերը, անձրև էր գալիս ու հետո արդեն նոր տարին դիմավորում էինք, քնում էինք, արտանում էինք ու տեսնում ենք գարաժները սպիտակ ունենց էինք ուրախանում այդ ձյունի վրա։ Մեր մոտ միշտ դեկտեմբերի 31-ի գիշերը ձյուն է գալիս ու ամսի հունվարի 1-ին ձյուն էր ու մենք իջնում էինք խաղալու ձյունին։ Հազվադեպ է լինում, որ եղել է իհարկե լիքը, որ չի եկել, լիքը որ նա 2-3 անգամ եղել է, որ չի եկել, բայց շատ զզվելի էր, որ գալիս է այդ գիշեր, որ ձյուն է գալի, ոնց որ լրիվ ընդգծում է ամանորյա տրամադրությունը, ուրեմն մի քանի օր առաջ զանգել է 2 օր առաջ Արյանայի վայբերով, բան պետք է պայմանավորվենք, կապված այս վլոգի հետ, համը խոսանք պրոստը ու մեր ոնց էր, մեր ինտերնետը իմներ, թե կոններ, որ չեր Չգիտեմ, կամ իմներ, կամ իրաններ, լավ չեր աշխատում, I think երկուսին ես երևի կտրտում էր կադրը, ձենը կորում էր, բաբեր լսում Մի բան էինք ասում, մի բան էինք հասկանում ու հիմա ոնց նկարագրեցիր էդի ոնց որ այդ որ ասում են փչացած հեռախոս, ոնց որ մեր մոտ փչացած հեռախոսը լիներ, այնտեղ մոդեռն ձևի վայբերով ինքը ասում էր տուրիստները հավաքվել էին հետևիցս, տենց ասի, ես կարծեցի
խոր վիրապի մասին, որ խոր վիրապը են գնացել, այդ ներքևի փոսը որի չէ, բարձրանալուց։ Ես բարձրությունից այդքան չեմ սիրում, էլի սիրար չեմ բարձրանալուց վախից ոտներս կարացել են։ Չի կարում բարձրանալ ու տուրիստները հետևից վերևից համ քաշում են, ես հետևից վրդում են։ Դու ասեցի տուրիստները հետևիցս եկել էին, դե հավաքվել էին ինչ, ես էլ տուրիստների փոխարեն լսեցի սկյուրիկները ու ասեցի սկյուրիկները հետևիցս ինչ հավաքվել, թե սկյուրիկները չէին հետևիցս գալիս, հետո սիթին, մեր տան հետևը, այսինքն, մեր շենքի հետևը սիթի է սարքած, սիթի մոլ, խանութ, մարկետ, սիթի մարկետը, ես իրան պատմում էի հայկինգի մասին, որ տարիներ առաջ ես հայկ եմ արել դժվար տենց hill ու սարի նման մի բան, ոբշում, okay, ես հայկինգ էի գնացել, որ վերև հազիվ տենց հասել էինք ու ես շատ հոգնած էի ու շեյք էի խմել, որը որ պետքա չանեի, այդ պրոթին շեյքը պետքա հենց այդ հայկ անելուց առաջ չխմեի, at least մի ժամ, 2 ժամ պետքա անցած լիներ ու ես ինձ շատ վատ էի զգում ու ասում էի հելիկոպտերը զայգեք որից տաներ, էլ չեմ կարողանում, իմ ընկերուհուն էի ասում, իսկ մեր հետ կար rapper game-ի ախպերը ու իր ընկերուհին ու իրանց մոտ չէի ուզում ցույց տալ, որ ես վատ վերջը վերև եկանք սարի վերևը, որ հետևը սիթին էր երևում, այսինքն հետևը չէ էլի, այդ տեսարաններ, որ սիթի տեսարաններ, այսինքն քաղաքի, խաչքին հետ եմ բացատրում, որ պետքա նկարվենք ու նկարվելուց առաջ ես հետո տենց ձև էի տալիս նկարի համար, որ ես լավ եմ, օքեյ եմ, բան չի եղել ու հետո խաչիկը, որ պտտվեցի, վիդեո կոլ էինք անում, որ պտտվեցի ինքը տեսավ հետևի սիթին, ինչ ասեց, ասեցիր, ստեղի բան ես պատմում, ստեղի սիթին, թե ստեղին ես պատմում, ստեղի սիթի մոտ, ասեցի չէ ամենք։ Ասի ինձ թված ստեղի սիթ, ստեղա դեր Հետո ինչ պարզվեց։ Հետո պարզվեց, որ ընդեղի city view-ն էի ասում, այսինքն ընդեղի քաղաքի տեսարանն էի ասում, որ սիրուն էր ու այդ վերջը չեմ ուզում ասեմ ինչ եղավ, բայց լավ, վերջում ես էլ քարերը բարձրանալու տեղ էր շատ, ոնց որ climbing rocks, ոնց որ լիներ ու Okay, love չեմ ասում։ Հետ էլ թոմնը գախնիկ, right? Like այդ թոմնը գախնիկ։ Հետո մեկ էլ այն, որ ասեցիր այն զանգեք, մեր բանալի։ Խնդիր էր առաջացել բանալի հետ։ Բանալին ընկել էր լուկի ծակը։ Ասեցի զանգեք այն։ Ուղղություն գտա։ Հետո տենց կատակ էինք անում, որ ես փորձում էի հասկանալ այնը որն է, հարցում էի այդ ոնց որ պոլիսներն են, 911-ն է, թե շտապ օգնությունն է, like ambulance-ը, ինքը բացատրում էր մի հատ բացատրի այդ հապավումը անվտանգության այնը, այն անվտանգության իրավիճակ, չէ, արտակարգ իրավիճակների ինչ նախարարություն ու տենց կատակ ենք անում, ասում ենք զանգենք, ասենք շտապ օգնություն եկեք, մեր բանալին փրկեք, որ չխեղդվի լուկի ջրերի Այսքան է երևի, հարց ու պատասխանից սենց ասեմ, սա ենք նախատեսել հուսով եմ մենք մի օր այլի գեղեցիկ ինչ-որ վլոգ կնկարենք միասին և հուսով եմ, որ այդ օրը Սարերի հետևում չի լինի։ Ինչ չլինի։